թափու թափանցիկ ձեռագրերի մայր պահոցի գանձերը կվերականգնվեն նաև այս հայկական թղթով։ Մատենադարանի նոր բացառիկ ձեռքբերումն է։ Գրեթե քաշ չունեցող եթերային թուղթը կիրառվում է հատկապես հնամաշ ու քայքայված թերթի համար։ Կարող ենք առանց մտածելու հանգիստ ամրացնել ձեռագրի հենց տեքստի վրա եւ դրանից ձեռագիրը չի դուրժի եւ հանգիստ կարելի է շարունակել ընթերցել։ Վնասված մատյաններն այսպես ասած բժշկվելուց առաջ անցնում են համալիր զննում, որոշվում է ինչ հաստության թուղթ ընտրել։ Ձեռագրերում լինում է, որ կախված իր վնասված հատվածից տարբեր հաստություններ են օգտագործում։ Իսկ ինչպես են ստանում ձեռագրերին երկրորդ կյանք տվող թուղթը։ Դրա խոսուն ու լուր վկան կիսաչոր եւ չորայս ճյուղերն ու բույսերն են։ Թթենու, թզենու եւ մի քանի այլ ծառերի կեղև է անհրաժեշտ ջերմակավուն զանգված ստանալու եւ դա թղթի վերածելու համար։ Ձեռագործ աշխատանքը պահանջում է ոսկերչական ճշգրտություն։ Շատ կարևոր է, որ դու ձմռանը կտրտես ճյուղը, հետո վերամշակման process-ում այս կեղևը անջատում ենք իր այս փայտից, շոթի խաշման միջոցով, որից հետո նորից մի քանի շոթի խաշման process-ը տեղ ունենում եւ մաքրում ես վրա այս շերտը, որ հասնես այս միջի ոսկու տիպերին էլի կոպտասած։ Միլիգրամների ճշգրիտ հաշվարկից է կախված նաև թղթի որակը։ Ամենաթանկարժեք թղթերը ունեն հատուկ զանգվածային կառուցվածքներ, որ ասենք օրինակի համար, հա, բրուսենիցյան այսքան գրամ պետք է օգտագործվի, թուզը այսքան, որպեսզի ստանաս այն ամենաբարակ թուղթը, որոնք որ էլի շատ օգտագործում ենք ձեռագրերի վերականգնման մեջ։ Ձեռագրերի վերականգնման հայկական թուղթը առաջիկայում գուցե դուրս գա մեր երկրի սահմաններից, հետաքրքրվողներ արդեն կան։ Այլ վերականգնման կենտրոնները, որ աշխատում են գրավոր ժառանգության հետ, թղթերի հետ, իրենց էլ շատ հետաքրքրել է եւ իրենք են դիտելու մեր ոնց որ առաջի պատվիրատուները։ Մատյաններին նոր կյանք ու փայլ հաղորդող թուղթ ստանալու գործում կարևոր է եղել ճապոնական փորձի ու արտադրության մեթոդների ուսումնասիրումը։ Աշխարհում գաղտնիք չէ, որ ճապոնական թղթերը համարվում են լավագույն թղթերը։ Վերականգնման թուղթը դա առանձնակի հատուկ թուղթ է, որովհետև ամեն թղթով չի, որ կարող է ձեռագրեր կամ գրքեր գրավոր ժառանգություն վերականգնել, եւ այսօր այն ինչ որ մենք անում ենք այստեղ, իրոք հրաշքի է նման։ Մեր ձեռագրագետների ստացած թղթով արդեն իսկ վերականգնել են մի քանի մատյան, այժմ նոր փայլ են հաղորդում Մշո Ճառընտիրին։ Սևակ Վարդումյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։